Փոքրիկ Թիմուրը Առնո Բաբաջանյանի կրտսեր թոռնիկն է, ամաչեց, չխոսեց, փոխարենը պապիկի հարցազրույցի ընթացքում մերթընդմերթ կլսեք նրա ձայնը։ Գիտեք ինչ, ինքը ինձ իսպես վասպետատ էր անում, մի րոպե հայ թորին ուսպակայության Մոխա, ինձ ձայնագրում են։ Մի քիչ մեծանա Արայիկ Բաբաջանյանը կպատմի լեգենդար պապի մասին։ Առնոն ծնվեց 99 տարի առաջ հունվարի 21-ին, բայց 3 տարի անց Լենինը մահացավ հենց այդ նույն օրը։ Որ տղայի տոն օրը սքի մեջ չանցկացնեին, Բաբաջանյանի հայրը փաստաթղթերում փոխեց որդու ծննդյան օրը հունվարի 22-ին։ Կոմպոզիտորի ծննդյան օրվա հետ կապված էլի հիշողություններ կան։ Նիսպիշի միշտապիր երգի խոսքերը գրվել է հենց այդ օրը։ 61 год, это 1961-ին ծննդյան օրն էր, հրավիրյալների ցանկում Եվգենի Եվտուշենկոն էլ կար, շուտ էր եկել, մարդ չկար, պապան իր համար նվագեց այդ մեղեդին, Եվտուշենկոն շատ հավանեց ու ասաց, թե հայկական մեկ արկղ կոնյակի վրա գրած գան, որ այս երեկոյի ընթացքում կստեղծեմ այդ երգի խոսքերը։ Առնոն էլ ասում էր, թե Ժենյա ջան, միշտ ապիր, ինչքան ժամանակ կպահանջվի, այդքան էլ գրի, մի քանի անգամ կրկնել եմ, միշտ ապիր։ Հյուրերը եկել էին, հաց էին ուտում, բղավում էին, Ժենյա, արի, ուր ես, վերջում եկավ ու կարդաց միշտ ապիր բանաստեղծությունը։ Մի քանի տարի անց երգը ֆրանսերեն թարգմանվեց ու հնչեցնելու պարտականությունն Առնոն Շարլ Ազնավուրի միջոցով վստահեց Միրեի Մաթյոյին։ Պապան այդ երկը ցույց տվեց Ազնավուրի։ Ու Ազնավուրը ասաց, գիտեք, ես երկում եմ իմ երկերից գրված։ Բայց ես նայեմ հանգարց այսպես пан Патай, որ չարեմ լավ իսպանիջելին, իրամ կտամ, որ ինքը երկի։ Ու он дал эту песню Мирей Матьё։ Արայիկ Բաբաջանյանը խոսում է հոր հայրենիքի նվիրումից։ Հիշում է, երբ կոմպոզիտորը ծանր հիվանդ էր, Մոսկվայում բուժվելու կոմկուսի առաջին քարտուղարի առաջարկը մերժել է, ասել թե պիտի մեռնեմ, ապա իմ հայրենիքում։ Վերհիշում է նաև հոր երգերի լավագույն կատարողի հետ զրույցը։ Մուսլիմը որ սաղետ մենք իր հետ շփվում ենք, երախոսով ենք խոսում, даже այսպես դեպք եղել է, որ фильм должны были снимать про папу։ Ֆիլմ պիտի նկարենք պապայի մասին, համաձայնեց, եկավ, շատ լավ խոսեց, բայց մի անգամ էլ համերգ կար, զանգեց ինձ ու ասաց, թե գիտես ինչ, վերաբերմունք ունեմ ծնողներիդ հանդեպ, բայց ելույթ չեմ կարող ունենալ, Բաքվում ինձ ճիշտ չեն հասկանա։ Մեջբերեց նաև Առնո Բաբաջանյանի պատասխանը Ջիգար Խանյանին, թե ինչպես է երաժշտություն ստեղծում, ուղղակի լսում է ու հետո թղթին հանձնում։ Հասմիկ Առաքելյան, լուրեր։